Ժողովուրդ, սկսում ենք նոր նախագիծ, շնորհավորում եմ բոլորիս, մեզ բարի ընթացք, բարի նկարահանումներ, գնացինք։ Անավարտ գործարք։ Ֆիլմի շատ կարևոր տեսարաններից էր, ստեղից է սկսում կարելի ասել պատմությունը մեր։ Հենց սկզբից մի հատ գործարք է տեղի ունեցել, որը ավարտին չի հասել եւ այդ պատճառով հիմա սերունդներ են փոխվել են եւ երեխաներն եկել են շարունակում այդ պատմությունը։ Շանթի անավարտ գործարք նոր հեռուստասերիալի առաջին սերիայի կադրերը նկարահանելու հրապարակում դերասանական կազմը դեկտեմբերյան այս օրերին իր սիրելի գործին է։ Ես 10 տարի արդեն Շանթի հետ աշխատում եմ եւ տեսեք մթնոլորտը հիասքանչ չէ, աշխատանքային մթնոլորտը միշտ լավն է։ Լուսենը անկեղծ, բարի ու նվիրված, նաև շատ ուժեղ աղջիկ է։ Վաղ հասակում Արեգը կորցնում է իր ծնողներին ու ապրում է տատիկի հետ։ Տատիկ եմ խաղում, այդ ինձ համար տենց շատ սարսափելի, բայց նաև հաճելի անակնկալ է, որովհետև այդ կարգավիճակում չեմ եղել դեռ։ 3 տարի շարունակ արդեն նկարահանում եմ, սակայն առաջին անգամն է, որ հանդես եմ գալիս գլխավոր դերով։ Հին, նաև քիչ թե շատ ծանոթ դերասանական կազմով, բայց նոր ասելիքով ընտանեկան դրաման հետևյալի մասին է։ Անձնական երջանկության, սիրո եւ Բիզնեսի բախման մասին է։ Շատ հաճախ տենց լինում է, երբ որ մարդ կանգնում է այդ ընտրության առաջ, պետք է ընտրի սեր թե բիզնես։ Սեր թե բիզնես, ոչ թե պարզ հարց որն ընտրել, այլ ինչ գին վճարել յուրաքանչյուր ընտրության համար, ինչ ես կորցնում անգամ եթե հաղթում ես, եւ այսպես անավարտ գործարքի հերոսները որոշել են չլինել ճիշտ կամ սխալ, այլ մարդկային։ Ֆիլմում շատ կա սեր, բիզնես, դավաճանություն, ընկերության դավաճանություն։ Մեր հերոսները անսխալական չեն, նրանք շատ կործանարար սխալներ են ունեցել, բայց շատ կարևոր է, որ կարողացել են իրենց մեջ ուժ գտնել եւ խոսել դրանց մասին եւ ասել։ Նույնիսկ եթե դա իրենց կյանքի գինն է արժեցել։ Նոր հեռուստասերիալի տևողության մասին։ Որպես գաղտնիք ասեմ, որ շատ կարճ չի լինելու։ Եվ որպես գաղտնիք նաև որ շատ երկար չի լինելու, այն որ արդեն օգնում է հանդիսատեսը։ Ոչ թե մոխրագույն կերպարներ, այլ մարդիկ, որոնք ճիշտ բան են անում սխալ պատճառով, սխալ բան ճիշտ մարդուն պաշտպանելու համար։ Լուսեն 25 տարեկան աղջիկ է, մասնագիտությամբ ճարտարապետ, դպրոցն ավարտելուց հետո իր ուսումը շարունակել է ԱՄՆ-ում եւ վերջերս է վերադարձել։ Չասված խոստում, կիսած սեր, անցյալում չկայացված որոշում, հեռուստասերիալը ցույց է տալիս, որ կյանքում ամենավտանգավոր գործարքները հենց մարդկային հարաբերություններն են, երբ պատմություններն անգամ մարդկային կյանք են արժենում եւ փոխում ճակատագրեր։ Ինձ համար ամենահետաքրքիրը այս կերպարի մեջ հենց Արեգի ներքին կոնֆլիկտն էր, որ առաջին հայացքից ինքը շատ հասուն, ինքնավստահ տղա է երևում, բայց իր ներսում ապրում է երեխա, ով չի կարողանում համակերպվել ծնողների մահվան հետ։ Սյուժետային սրընթաց զարգացումներով սցենարի հեղինակը Աստղիկ Սիմոնյանն է։ Գաղափարի շուրջ ստեղծագործական խումբը երկար քննարկումներ է ունեցել։ Այնինչ կարդացել եմ սցենարի հետ կապված, հետաքրքիր է, զարգացումները լավն են, դիտարժան։ Կարելի ասել բոլորիս կարծիքները միաձուլելով հասել ենք մի կետի, որ վերցրել ենք այս թեման։ Կարծում եմ շատ կհավանի մեզ մեր հեռուստադիտողը։ Բարեկ բուժքույր փրկարար։ Հեռուստասերիալն ինչպես միշտ նկարահանվում է համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար, որ կադրային լուծումները հնարավորինս չափ իրական լինեն։ Շանթ հեռուստաընկերության հետ համագործակցում եմ 14 թվականից, շատ պրոյեկտներ են կարել, այլ ասել ես վերջի 2 տարում արդեն երկրորդ պրոյեկտ ենք սկսում։ Եվ այսպես Շանթ հեռուստաընկերությունը տոներին ընթരാճ մեկնարկ է տալիս մի նոր հեռուստասերիալի, որտեղ սերը դառնում է գործարք, իսկ գործարքը ճակատագիր։ Անավարտ գործարքը բացում է ծանոթ իրավիճակների անսպասելի կողմերը, երբ ընտրությունն այլևս սև ու սպիտակ չէ, իսկ յուրաքանչյուր որոշում ունի իր թաքնված գինը։ Մենք սպասենք արձագանքներին, շատ կարևոր է նրանց արձագանքները, մենք անպայման ամեն ինչ անում ենք, կարելի ասել, որ մեր հեռուստադիտողը լավ բան տեսնի։ Չբացելով շատ փակագծեր, նշենք նաև, որ Շանթի անավարտ գործարք նոր հեռուստասերիալը ձեր էկրաններին կլինի դեկտեմբերի 24-ից երկուշաբթիից ուրբաթ 20:30-ին։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։